պարտադիր վճարները սահմանադրության մեջ կൂտակային վճարները ոչ մի կերպ չեն տեղավորվում, քանի որ անմիջականորեն խախտում են եւ սեփականությունը տիրապետելու իրավունքը եւ բուն սեփականության իրավունքը, քանի որ նշվում է, որ եթե սահմանափակումը փաստացիորեն բերում է նրան, որ մարդ չի կարող տիրապետել իր սեփականությունը, դա նշանակում է, որ արդեն կա խնդիր ոչ թե տիրապետելու իրավունքի, այլ սեփականության իրավունքի հետ։ Մյուս խնդիրը դա տարիքային խտրականությունն էր, որ դրվում է 74 թվից այս կողմ եւ այն կողմ, եւ ելի կան բազմաթիվ կետեր, որոնք падգամավորները վիճարկում են։ Իրականում սահմանադրական դատարանը ինքը ունեցել է որոշումներ, որոնք նույն պարտադիրի սկզբունքը, որ վճարները կարող են լինել պարտադիր։ Պարզվում է, որ սահմանադրական դատարան տարիներ առաջ ինքը որոշում է կայացնել, որ պարտադիր կարող են լինել միայն պետական բյուջեով վճարվող գումարները։ Այսինքն այն հավասարեցվել է պարտադիր վճարը, որ կարելի է աշխատակցից, թեկուզ աշխատավարձից պահում կատարել, դա պետք է վճարի պետական բյուջե։ Հիմա ինչ հիմնավորումով պետք է սահմանադրական դատարանը այլևս ասի, որ բայց նաև կարելի է վճարել մասնավորի, ես չգիտեմ։